Կոպեկ առ կոպեկ օպերացիան տապալել է Փաշինյանի թիմը։ Մի շարք իրավապաշտպաններ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները արձանագրում են, որ հատիկ առ հատիկ հեշթեգի տակ շարունակվող ստատուսագրությունը ոչ թե բարեկեցություն ու լավատեսություն, այլ զայրույթ ու հուսահատություն է առաջացնում երկրում։ Հատիկը չեմ անում, հատիկը են կուտի հավի դեմն են գցում բանը չի։ Ուրա այդքան ասելու ներողություն, այդքան ասելու գյուրա ուրա։ Ոչ մի բան է, ոչ վերադարձելա, ոչ էլ հույս ունենք, որ կվերադարձնի։ Բազմա հատիկ առ հատիկ։ Ինքը թողեր թալանից խոս։ Երևանի աղտոտված օդում թանձր հիասթափություն է, ում համար է Թալանի վերադարձի թատրոնը։ Ինչքան շուտ ինք դգնա այս աշխարից այնքան հայերին օգուտ։ Ափսոսում եմ այն ջանքերը, որ վարչապետի ժամանակ ես ներդրել եմ։ Ափսոսում եմ նաև այս րոպեները, որ այս բաները ասում եմ։ Ես կուզենայի ունենայինք միակ մեկը, որ ոչ միայն ինչ-որ բան ապացուցելու համար լիներ, այս ժողովրդի հոգսը թեթևացնելու համար լիներ։ Օ, ես իր հետ գործ չունեմ։ Եթե տեսնենք Փաշինյանը իշխանության էր եկել ինչ-որ Թալան ժողովրդին վերադարձնելու, սոցիալական արդարության մարտիկ դառնալու խոստումներով։ Եվ հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն, կարգ ու կանոն կհաստատենք Հայաստանի Հանրապետությունում։ Ծափահարությունների, Նիկոլ վանկարկումների ալիքի աստղային ժամին նրա թիկունքը անգամ Հայկ Մարությանն էր պահում։ Ավելի ուշ նա հեռացավ, Փաշինյանի իշխանությանը մեղադրելով հեղափոխական արժեքներից շեղվելու համար, ակնարկելով կոռուպցիոն բնույթ ունեցող հեռախոսազանգերի մասին։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Այդ օրվանից կոռուպցիոն մեկը մյուսից հնչեղ մեղադրանքներից շունչ չի առել Փաշինյանի թիմը։ Հայաստան համահայկական հիմնադրամի փոշիացած փողերից հետո գլուխ է բարձրացրել Անիֆի սկանդալը։ Փաշինյանի իշխանության օրոք հիմնադրված ու լուծարված Անիֆի քրեական գործը չի պատասխանում ոչ մի հարցի, ինչ են եղել պետական բյուջեից այդ ֆոնդին փոխանցված միլիարդները։ Մոտ 2 տարի է իրավապահները քննում են գործը, բայց չկա ոչ մի մեղադրյալ, կասկածյալ կամ ձերբակալված։ Իսկ Փաշինյանը մեծ էշը ախորում է թողել, քրտնմխած պայքարում է կոռուպցիայի դեմ ու ժողովրդին վերադարձնում նոր Հայաստանի լավ ապագայի հույսը, ապօրինի ձեռք բերված Range Rover արտադրված 2010 թվականին։ Range Rover-ի վերադարձ Հատիկ դիլիմ վերցրու, դաստա տուր, տալուց առատաձեռնես։ Բռով գողանում, հատիկ վերադարձնում։ Վատ չի, հատկապես եթե գողանալու ծրագիր ունես։ 1.5 կիլոգրամ բրինձ, 2 կիլոգրամ ձավար ու կես կտոր բուխանկա, հատիկ առ հատիկ։ Կլինի հատիկ առ հատիկ դուք ձերոնցով գնաք երկրից ու թողնեք հանգիստ ապրենք։ Քանից է Range Rover-ը։ Իսկ իր կինը որ գնում է Դուբայն է, դեն մանագալ, քանի Range Rover-ի գինա է ծախսում։ Դուք այդ հարցը տվել եք իրանց։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Իրականում այդ գույքը գնահատված էր մեքենան 10 միլիոն դրամ, սակայն վերջում, երբ որ արդեն դարձել էր պետգույքի սեփականությունը, չգիտես ինչի 5 թե 5.5 միլիոն դրամ էր դարձել։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը հարցում է արել պետական գույքի կառավարման վարչություն։ Դեռ պարզ չէ, հատիկ առ հատիկ օպերացիայով Փաշինյանի էջի լավ ստատուսներ դարձած գույքերից քանիսն է վաճառվել, ինչ գնով ու ի վերջո ինչքան փող է մտել բյուջե։ Այն ծավալները, որ այս թվերով որ ներկայացվում են դատախազության կողմից, կարելի ասել զրոյական ազդեցություն ունեն բյուջեի վրա եւ այն աղմուկը քաղաքական, որ իշխանությունները բարձրաձայնում են, թե տեսեք, Թալանը հետ ենք վերադարձնում, սրանք ուղղակի շատ փոքր գումարներ են։ Ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք։ Ոչ մեկ չի պլստալու եւ ոչ մի գողացված կոպեկ չեմ մարսելու։ Հատ, կոպեկ առ կոպեկ։ Հետ ենք բերելու, հատ բոլորին բերելու ենք պատասխանատվության։ Ու կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից, որտեղից դուք մտածում եք, թե չենք հասնի եւ չենք բերի։ Այո, բերելու ենք։ Դա կոպեկներով կհաշվենք, թե միլիոն դոլարներով կհաշվենք, ինքնին սխալ է։ Կոպեկ առ կոպեկ
ինչն է վերադարձնում Փաշինյանը, հարց է տալիս փաստաբան Արամ Օրբելյանը։ Բայց դա ոչ թե պետք է լինի գործընթաց, որ ես որոշել եմ, որ X մարդը ունի ապօրինի գույք, ընդհանրապես մնում է ձևը գտնեմ, ոնց էր գույքը վերցնում։ Ձևը գտնելու ձև կա, պետականացնում ես, ավարտում ես։ Դա իրավաչափ չի, օրինական չի, բայց եթե ի սկզբանե որոշել ենք արդեն, որ մեր ի սկզբանե կառուցվածքի մեջ դրված է, որ դա ապօրինի է, այլ մնացած գործընթացները ֆիկցիա են դառնում։ Եթե ի սկզբանե որոշում ենք, որ գույքը ապօրինի է, մնացած գործընթացը դառնում է ապօրինի, բացատրում է փաստաբանը։ Նախ պետք է լինեն կառուցակարգեր, ուղղված ոչ թե կոնկրետ մարդուց կոնկրետ գույք վերցնելուն, այլ կոռուպցիայի ու հանցավորության դեմ պայքարին ընդհանուր իմաստով։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Եվ ինչի է բոլորի մոտ դիսոնանս առաջանում, որովհետև անընդհատ կրկնել են, որ ինչ որ մարկացից ինչ որ բան պետք է վերցնեն։ Ինչ որ մարդկանց գույքի քանակներ են անվանել, ցուցակներ են ասել, ընդ որում ճիշտ կամ սխալ, հիմնավոր կամ ոչ հիմնավոր, եւ ձևավորվել է ակնկալիք սխալ, որ պետք է այդ դրանք բռնագանձվի, հիմա էլ որ ասենք բռնագանձվում կամ չի բռնագանձվում, առաջացնում է որոշակի շփոթմունք։ Գլխի վրա է շրջել Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարը։ Ապօրինի գույքի բռնագանձման շատ ստանդարտներ կան միջազգային պրակտիկայում, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է առանձին դեպքի։ Հայաստանում բոլոր ստանդարտները միքսվել են, ստացվել է կատարյալ շիլաշփոթ։ Խառնել են իրար, որովհետև եղել է փորձագետներ, ովքեր ներկայացրել են, եղել են մասնագետներ, ովքեր աշխատել են, մասնագետների մի մասը մի կտորն է կարդացել, մի մասը մի կտորը, մի մասը միգուցե ամբողջությամբ, բայց վերջում սա դարել է ինչ-որ մի հատ օրենք, փորձել են ամբողջականացնել, սա երբեմն բերում եմ այդ պրոստակվաշինայի մուլտիկի իմանը, որ ամենը մի նախադասություն է գրել։ Օրբելյանի կարծիքով սահմանադրական դատարանի որոշումը արտացոլում է այդ շիլաշփոթը։ Լավ է, որ բարձր դատարանը հստակ արձանագրել է, բռնագանձման առարկա կարող է դառնալ միայն այն գույքը, որ հանցանքի արդյունքում է ձեռք բերել X պաշտոնյան։ Այս ձևակերպումը կարող է նախկինում տրված բռնագանձման որոշումների վիճարկման պատճառ դառնալ, կարծում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Չի բացառում, այդ հատիկ առ հատիկ վերադարձնելը հետագայում լինի հատիկ առ հատիկ հակառակ ուղղությամբ վերադարձնել։ Հոկտանյանը առաջարկում է դեռ սպասել, արդյոք հակակոռուպցիոն դատարաններում կապացուցվի դատախազության ներկայացրած գործերի օրինակարությունը։ Կա մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ եթե չկարողանան դատարաններում ապացուցել, որ դա եղել է կոռուպցիոն հանցագործության հետևանք, եւ ընդ որում այդ հանցագործություններն էլ կատարվել են պաշտոնավարման տվյալ նախկին պաշտոնյայի պաշտոնավարման տարիներին, ապա լուրջ խնդիրներ կառաջանան։ Իրենց բարերով Խնդիրներ կառաջանան ամեն դեպքում, վստահ է փաստաբան Արամ Օրբելյանը։ Մի որոշ ժամանակ առաջ հրապարակվեց, որ 1.5 միլիարդի արգելանք դրված գույք կա Հայաստանում։ Այսինքն այդ գույքերը ներդրում հնարավորություն չեն ստեղծում։ Ինչ որ գույքեր հատիկ առ հատիկ հետ բերելու ճանապարհին Փաշինյանը զրոյացնում է երկրի ներդրումային գրավչությունը, չլուծելով ոչ մի խնդիր, չնպաստելով անգամ մարդկանց ընդհանուր բարեկեցության բարձրացմանը։ Այս գործընթացը ինքնին այն ձևով ինչով արվում է, բացառապես քաղաքական նպատակի հետապնդում։ Նպատակը ժողովրդի մոտ քարոզչական էֆեկտ ստանալն է։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը վստահ է, Փաշինյանը վերադարձել է թալանը հետ բերելու մաշված թեզին, որովհետև ձախողել է իր քարոզչական ամենաամուր կռվանը։ Մենք խաղացան դարաշրջան կար, հետո խաղացան պայմանագիր, խաղացան խաչմերուկ, վերջին շաբաթներին պարբերաբար կրակոցները սահմանին, նաև գետնի վրա են փակում խաղացան մասին որևէ պատկերացումներ։ 2026 թվականի ընտրություններին Փաշինյանը չի կարողանալու խաղաղություն խոստանալ։ Ու քանի որ բոլոր ոլորտները ձախողել է, ինչպես պնդում են նրա քաղաքական ընդդիմախոսները, ստիպված է լինելու մարտի նետվել նախկինների, սևերի, թալանի, նախահեղափոխական լոզունգներով։ Դա է լինելու նրա քարոզչական վերջին փամփուշտը, որը չի կրակելու, վստահ է Մեսրոպ Արաքելյանը։ Հիմա բայց այդ մարդկանց թալանը վերադարձնում ենք, ապրեք, բայց ինչ է ժողովուրդը ավելի վատ ապրում։ Ինչի են փոքր բիզնեսի հարկերը բարձրանում, ինչի են գույք հարկը բարձրանում, ինչի է այդքան գնաճ, չէ, ինչ են ասենք բիզնեսներ փակվում, չէ մարդիկ արտագաղթում, ինչի չեն բարձրանում թոշակները, նպաստները, աշխատավարձերը։ Եթե ժողովուրդը տեսնում է, որ այդ ամենի արդյունքում իր բարեկեցությունը չի փոխվել, այդ ամենի արդյունքում, եթե չի տեսնում արդարության վերականգնում, այսինքն շատ լավ նախկինները մեղավոր են, իսկ ներկաները չեն անում այսօք նույն բանը ինչ որ նախկինները, եթե այդ ամենը չի տեսնում, դա վահի չի ազդում։ Այդքան բան, ինչպես մենք տեսանք, ասենք
մարտի 30-ի ընտրություններին համապատասխան համայնքներում։ Գյումրիում ու Փարաքարում ընտրություններից առաջ Փաշինյանը Թալանի քարոզչական փուչիկը փչելու մի փորձել էր արել։ Դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Գյումրիում էլ, Փարաքարում էլ պայթել էր քարոզչական փուչիկը։ Ես վերջին Բայց դրա փոխարեն մի նոր բան մտածել դեռ չի կարողացել Փաշինյանը։ Եթե մտածած լիներ, կհրաժարվեր հատիկ առ հատիկ օպերացիայից, վստահ են նրա քաղաքական ընդդիմախոսները։ Եվ այս ընտրությունները Փաշինյանը դեռ Գյումրիի ընտրություններից առաջ էր լղոզում Թալանը կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելու մասին հարցերի պատասխանները։ Որտեվ գողացածը մի տեղ չի։ Հայտարարում էր, թե մի տեղում չէ գողացվածը, որ գնան ու հետ բերեն։ 7 տարի անցել է, 7 տարվա ընթացքում, ինչ ասեմ, կարելի է որ ամբողջ Հայաստանի գույքերը մի քանի անգամ բռնագանձել հետ բաժանել են։ Մենք տգետ ենք։ Փաշինյանի այս դարակազմիկ խոստովանությունն է խնդրի էությունը, կարծում է Մեսրոպ Առաքելյանը։ Կոպեկների դիմաց ժողովրդից քվե պոկել է փորձում մի մարդ, որ հրաժարվել է Արցախից իր պետական կառավարման համակարգով ու բնական հարստություններով։ Երևանի օդում չձևակերպված հարց կա, երբ ու ով է հայ ժողովրդին վերադարձնելու Արցախը 6000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններով, մի ամբողջ երկիր, պատմությամբ, գերեզմաններով, հիշողություններով։ Լարա Առաքելյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։